Ողջույն բոլորին, ուզում եմ անդրադառնալ լիալուսնին, որը տեղի կունենա մայիսի 1-ին Հայաստանի ժամանակով ժամը 21:23 կարիճ նշանում։ Լուսինը բավականին հեռու է մեզանից, նաև այս լուսինը կոչվում է գայլի լուսին, որովհետև հենց այս ամիսներին է, որ գայլերը իջնում են գյուղ և իհարկե հատկապես գիշերը և որսում ոչխարներին։ Նաև այլ անուններ էլ ունի այս լուսինը, համարվում է նաև ձմեռային լուսին, չգիտես ինչու, բայց ձմեռն արդեն անցել է։ Մայիսի 1-ին լիալուսինը տեղի ունենալու ցուլ և կարիճ այդ առանցքի վրա, դրանք իրար դեմ դիմաց են կանգնած։ Ցուլը ավելի շատ մեզ նյութականորեն է բավարարում, օգնում, ավելի շատ հիմնավորված է ռեսուրսների վրա, կայունության վրա, իսկ կարիճը ավելի խորն է, ինքը ավելի խորանում է թաղված զգացմունքների, գաղտնիքների, կապվածության հետ։ Մայիսի 1-ը բացի այն նաև շնորհավորում եմ բոլորիս աշխատանքային օրվա կապակցությամբ, ովքեր որ աշխատում են, կապ չունի տանից եք աշխատում, թե ինչ-որ մեկի ձեռքի տակ, միևնույն է համարվում է աշխատանքի օր։ Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։ Եվ բացի այն, որ նա համարվում է աշխատանքի օր, հովտաշուշանների օր և գարնանային գիշերահավասարի և ամառային արևադարձի միջև ընկած այդ միջակետը, այն նաև համարվում է Բելթեյնի օր, դա բերիության, դա կյանքի նոր, այդպես պայթուն չասեմ, բայց ինչ-որ մի բան, որ նոր է մարդը սկսում, այդ օրն է համարվում և կարիճը հենց այս ամեն ինչին ավելացնում է մի քիչ մուգ էներգիա, դրա համար հենց այս լիալուսինը այնքան էլ հասարակ լիալուսին չէ, պետք է հրաժեշտակ ինչ-որ մի բանի, որը ձեզ խանգարում է, որը խանգարում է աճել, որը խանգարում է առաջ շարժվել, ինչը որ մի խոսքով ձեզ խանգարում է, այդ ամենը պետք է գնա ձեր կյանքից։ Այս լիալուսինը ձեզ այնպես կանի, որ դուք ուղղակի քննեք շատ անկեղծորեն, թե ինչն է վտանգված ձեր հարաբերություններում, ձեր կապված լինելու, օրինակ մարդկանց հետ, սովորույթների, ֆինանսական վիճակի կամ իհարկե նաև ժառանգական ինչ-որ մտածելակերպի հետ կապված կամ համոզմունքների։ Թեթև լիալուսին չէ, էլի եմ ասում, բավականին հույզեր կարող են լինել նախանձ, վախեր, կապված և կորստի և ինչ-որ մի բանի պակասի հետ։ Այս լիալուսինը ցույց կտա կամ կպարտադրի, որպեսզի պատրաստ լինեք հրաժարվել այն ամենից, ինչը որ ձեզ խանգարում է, լինի դա որևիցե մարդ, թե որևիցե ինչ-որ իրադարձություն կամ իրավիճակ կամ ինչ-որ առարկա։ Այս լիալուսնի ժամանակ կարելի ասել մասնակցում են բոլորը, որովհետև միացումներ ունենք բավականին շատ և այդ միացումների ժամանակ նաև բնական է այս կամ այն մոլորակը գտնվում այս կամ այն նշանում, դրա համար բավականին նշաններ այս ժամանակ բավականին կզգան։ Ցուլերը, առյուծները, կարիճը բնականաբար իր նշանում է, ջրհոսը, կույսը, այծեղջյուրը ևս կզգան այս ամենը։ Ջրհոսի հետ կապված օրինակ Պլուտոնը բավականին այստեղ լարված միացում ունի, դրա համար դուք ևս կզգաք, հատկապես այն մարդիկ, ում ասցենդենտն է այդ նշանում, հատկապես մոտավորապես 6 աստիճան ջրհոսում, եթե ձեր ասցենդենտը 6 աստիճան ջրհոսում է, կամ դուք ունեք որևիցե մոլորակ 6 աստիճան ջրհոսում, դուք ևս կզգաք այս լիալուսինը բավականին ուժգին, և թե որ տանն է գտնվում, հենց այդ տան հետ կապված բոլոր այդ ոլորտները ասեմ, որտեղ մեկ տան մեջ մենք նաև խոսում ենք որևիցե ոլորտների մասին, և հենց այդ ոլորտներից որևիցե մեկի միգուցե պետք է ազատվեք, կախված է թե այդ տնից, թե ինչ տան մեջ է գտնվում։ Պլուտոնի հետ այս դեպքում լարված միացում է, Յուպիտերի հետ շատ լավ միացում ունի։ Յուպիտերն է գտնվում է խեցգետին նշանում և բնականաբար հիմա դուք հարգելի խեցգետիններ ևս ավելի շատ կզգաք, հատկապես ովքեր որ մոտավորապես մինչև 8 աստիճան, դա կարելի ասել
5-ից մինչև 11 աստիճան խեցգետինները անպայման կզգան, որովհետև սա ձեզ համար հիանալի պահ է, սա նոր ներշնչում է, սա ընդլայնման հնարավորություն է ձեզ համար, նոր էներգիա է, որը կստանաք։ Ճիշտ է, լուսինը ավարտում է, բայց ինչ որ ձեզ համար մի լավ բան է տեղի ունենալու այդ ավարտվելու հետ մեկտեղ։ Եվ Յուպիտերը նաև լավ միացում ունի լուսնային հանգույցների հետ, իսկ դրանք գիտեք, որ մեր կարմաներն են, իսկ սա բնական է լավ միացում է, սա շատ լավ բան է և հրոսմա ճակատագրից նվեր կստանաք։ Դա եթե լարված միացում լիներ, դա կնշանակեր, որ կարմայական որևիցե մի բան տեղի կունենա ձեր կյանքում, միգուցե ինչ-որ փոփոխություն, միգուցե ինչ-որ մի բանի վերադարձ, որպեսզի այն ուղղեք, որպեսզի մի փոքր նաև դժվարություններ, բնական է, կարման հենց այնպես չի, կարման թեթև բան չէ։ Բայց այս անգամ բնական է, լավ է, ձեզ համար բացվում է նոր աճի ուղի։ Նայեք ձեզ մոտ որտեղ է գտնվում խեցգետին նշանը, հենց այդ տանը ևս կունենաք լավ բարեփոխում։ Եվ պետք է հասկանաք, որ հատկապես ցուլերը, եթե ձեզ մոտ ընտանեկան որևիցե խնդիրներ կան, ապա հիմա ավելի շատ այն կբացահայտվի, որովհետև կարիճը գտնվում է անմիջապես ձեր դիմաց եւ յուրաքանչյուր բան դա դուք եք եւ ձեր 7-րդ տունը եւ այնտեղ հնարավոր է նաեւ մտածեք, արժե շարունակել, թե ոչ, այստեղ մի փոքր հարցականի տակ է դրվելու ձեր կապվածությունը, ձեր հարաբերությունները, նաեւ ձեր կապվածությունը ֆինանսների հետ։ Եվ ցուլերը պետք է հասկանան, որ այն ինչ որ հիմա, եթե ամուր էր, այն կմնա, եթե այն ինչ որ ամուր չէր, նա փշրվում է, որովհետև կարիճը դա խորը վերափոխման նշան է եւ վերափոխելու է ձեր կյանքը, ձեր հարաբերությունները։ Եվ ինչպես պետք է կարողանալ աշխատել այս էներգիայի հետ, այս կարիճի էներգիայի հետ, հաշվի առեք, թե ինչն է ձեզ ծանրաբեռնում ամենաառաջինը այնտեղ կարող է լինել էմոցիոնալ պարտքեր, հուզական պարտքեր, վիրավորանքներ, որից է ճնշող, թվացող պարտավորություններ, քայքայող հարաբերություններ, այդ ամենը մասին պետք է մի հատ լավ վերանայեք։ Միգուցե նաև դրանք պետք է գրեք։ Ովքեր որ ցանկանում են կարող են գրել այն ինչը որ ձեզ ծանրաբեռնում է, գրեք ոչ թե թղթի վրա, այրեք այն եւ մոխիրը թափեք պետքարանում կամ հողի վրա, ինչ որ միտեղ դրսում։ Այսինքն այն ինչ որ ձեզ ծանրաբեռնում է եւ խանգարում է, դուք այրում եք դա եւ դեն եք նետում։ Կարող է նաեւ սկսեք մտածել, թե ինչից եք խուսափում, ինչից եք վախենում, օրինակ կարիճները չեն վախենում մթությունից, չեն վախենում ճշմարտությունից, չեն խուսափում նաեւ ճշմարտությունից։ Դուք ինքներդ պետք է նայեք, ինչից եք վախենում, որ ճշմարտությունից եք խուսափում, ինչ զրույց եք հետաձգում հետոյի համար, ինչ զգացմունքներ եք թաղում աշխատանքի մեջ, հեռախոսի, նաև քաղցրի տակ, այնպես որ դա ևս կարող է գրի առնել եւ հետո այրել այդ թուղթը եւ կարող եք զգալ այդ, երբ որ այրվում է այդ թուղթը, որ այդ ամենը, այդ վախերը ձեզանից գնում են ուղղակի։ Եվ հիմա արդեն անցնենք բոլոր կենդանակերպի նշաններով, ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, բայց լավ կլինի լսեք այս սկիզբը, որովհետև այս սկիզբը ևս շատ կարևոր է, մինչև ձեր նշան անցնելը դուք պետք է հասկանաք, թե ինչ է կատարվում երկնքում եւ ինչ է կատարվելու ձեր շուրջ, որպեսզի ճիշտ կարողանաք կենտրոնանալ միայն մեր կյանքը չէ։ Մենք ապրում ենք հասարակության մեջ եւ հասարակությունից կարող եք սպասել ինչ որ բաներ, բայց դուք դա չանեք։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, որոշ ֆինանսական հարցեր կարող եք վերանայել, որևէ բաներ կվերահաշվարկեք։ Նաև կցանկանաք կրկին ներդրումներ անել։ Լուսինը միշտ ամեն ինչ լուսավորում է եւ պարզություն է մտցնում։ Եվ արդեն կիմանաք ինչ անել եւ ինչպես այն անել։ Նաև կարող է ոչ գումարային նորից լսեք։ Հնարավոր է որոշ գործարքների ավարտ լինի։ Կամ կարող է գումար ստանաք, նաև հնարավոր է, որ պետք է վճարեք որոշ գումարներ եւ այն էլ շատ հանկարծակի։ Հնարավոր են հանկարծակի ծախսեր ևս։ Նաև հնարավոր է պարզություն լինել
մտնել ձեր հարկային գործերում, վարկերում, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսներում, նաև մեկ ուրիշի ֆինանսներում, եթե իհարկե ամուսնացած չեք։ Հնարավոր է այդ ամենը դուրս գալ ջրի երես եւ ավելի պարզ դառնա։ Եվ եթե ձեր զույգը, ամուսինը կամ կինը կամ ընտանիքի անդամները, եթե ամուսնացած չեք, եթե փնտրում էին աշխատանք, ապա այդտեղից եւս ոչ է տեղեկատվություն կլսեք։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ցուլեր, եթե ձեր ծննդյան օրն է ապրիլի 28-ից 27-ից մինչև մայիսի 3-4-ը, ապա հաջորդ 12 ամսվա ընթացքում որևէ հարցի ավարտ կունենա։ Կամ նաև դուք կստանաք որևէ արդյունքներ, ովքեր երեխա են ցանկանում, կարող եք նաև հղիանալ։ Եվ իհարկե մնացած ցուլերի համար, ովքեր որ ծնվել են մեկ այլ օրերին, ոչ այս։ Այս լիալուսինը կարող է ձեզ տալ որևէ հարցերի վերջնական լուծում, կապված ամուսնության, բաժանման եւ գործընկերոջ հետ։ Հնարավոր են գործարքների ավարտ նաև, օրինակ արքու վաճառքի։ Հնարավոր են ավարտվել որևէ պայմանագրեր։ Նաև դա կարող է լինել աշխատանքի հետ կապված պայմանագրի խզում, իհարկե գործընկերների միջև։ Նաև հնարավոր է վերջնական ստորագրություն, պայմանագրի կնքում եւ սկսեք արդեն միասին աշխատել։ Չնայած սկսելու համար այդքան էլ բարենպաստ չէ։ Որոշ գործարքներ, գործեր կապված ձեր հաճախորդների հետ կարող է ավարտեք իրանց աշխատանքը կամ վերջնական պայմանավորվեք։ Հնարավոր է նաև ավարտվեն որևէ դատական հարցեր կամ պարզություն մտնի ձեր գործընթացում։ Եթե որևէ հարցեր կային անհայտ ձեր հարաբերություններում կապված ձեր զուգընկերոջ հետ, ապա պարզ կդառնա այն ձեզ համար։ Ձեզ համար արդեն ավելի պարզ կլինի ամեն ինչ, թե ով եք դուք իր համար կամ ինքը ով է ձեզ համար։ Միգուցե նաև որևիցե հարսանիքի օր նշանակեք։ Հարգելի եկվորյակներ, հնարավոր է աշխատանքի ընդունվեք, նաև հակառակը կարող է որևէ աշխատանքային պայմանագիր ավարտվի այս 2 շաբաթվա ընթացքում, մինչև 16-ը։ Կարող է եւ ձեր աշխատակիցներից որևէ մեկը հեռանա աշխատանքից։ Ոմանք կարող են իրենց օգնական վերցնել, քանի որ դժվարանում եք երեխային խնամել կամ տան հոգսերը հոգալ։ Կարող է փոխվել նաև ձեր տնօրենը։ Կվերջանա նաև որևէ պրոյեկտ կապված հաճախորդների հետ։ Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ կամ տեղափոխվելու մեկ այլ աշխատանքի հետ, դա ձեզ համար ավելի պարզ կլինի։ Մինչև մայիսի 16-ը։ Ովքեր դեղորայք կամ բուժում են ստանում, դա եւս կավարտվի։ Նաև զբաղվեք ձեր առողջությամբ, այս լիալուսինը ցույց կտա ձեր թույլ տեղերը եւ եթե որևէ տեղ ցավում է, ուրեմն զբաղվեք դրանով, մի հետաձգեք։ Կարող է դուք պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը։ Մտածեք, թե ինչից կարող եք հրաժարվել այս 2 շաբաթվա ընթացքում հանուն ձեր առողջության։ Այս լիալուսինը նաև կարող է դուրս հանել հին խնդիրները, որոնք որ պետք է լուծեք եւ ավարտեք։ Հարգելի խեցգետիններ, հնարավոր է ձեզ համար ավելի պարզ դառնա դիմացինի զգացմունքները, սերը դեպի ձեզ։ Կարող է որևէ մեկը խոստովանի իր սերը, նաև որևէ նվեր կարող եք ստանալ, նաև շահել ինչ-որ մի բան։ Ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ռոմանտիկ հանդիպումներ կսկսեն ձեզ մոտ։ Ձեր հարաբերությունները կարող են տեղափոխվել մեկ այլ հարթության։ Կարող է նաև վերջանալ մեկ փուլը եւ սկսվել մյուսը։ Ամենայն դեպս ինչ որ բան պարզ կդառնա սիրո հետ կապված։ Եթե դուք ամուսնացած եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ապա նորություն կլսեք ձեր երեխաների հետ կապված։ Հնարավոր է որևէ բան ավարտվի իրենց մոտ, օրինակ դպրոցը, չնայած որ հիմա ավարտվում է, կամ քննությունները։ Ոմանք էլ կարող է դուրս գան աշխատանքից եւ զբաղվեն իրենց հոբիով։ Հնարավոր են ոմանց մոտ ավարտվի որևէ պայմանագիր եւ կամ կրկին պետք է այն թարմացնեք կամ ավարտեք այդտեղ ձեր գործունեությունը։ Ոմանք կարող են գնալ հանգստանալու, իսկ ովքեր ստեղծագործում են, հնարավոր է ավարտեք այն, ինչում որ հիմա աշխատում եք։ Լիալուսինը նաև ավարտին է հասցնում ռոմանտիկ հարաբերությունները։ Եթե ձեզ մոտ խնդիր կային կամ ձևավորվել էր եռանկյուն հարաբերություններ, լիալուսինը կարող է բացել այդ գաղտնիքը եւ ամեն ինչ կավարտի։
Հարգելի առույցներ, եթե որևէ գործարքներ ունեիք տան հետ կապված, ապա այն կարող է ավարտվել։ Նաև եթե ձեր բնակարանն էիք վերանորոգում, դա եւս մինչև մայիսի 16-ը կավարտեք։ Միգուցե բնակարան էիք գնում կամ վաճառում եւ պետք էր որևէ գործարքներ կատարեք, ապա դա ավարտին կհասցնեք։ Ոմանք կարող են տեղափոխվել, օրինակ եթե Վարշավայում եք ապրում, հնարավոր է որ ավարտվի պայմանագիրը եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Հնարավոր է որ նաև ձեր հարազատներին է որևէ բնակարան հարկավոր կամ այս դեպքում կգան արդեն ձեր տանը բնակվելու կամ եթե ձեզ է հարկավոր, ապա դուք կգնաք այնտեղ բնակվելու։ Եվ շատ հավանական է, որ ձեր երեխաներից որևէ մեկը տեղափոխվի եւ ապրի ձեզանից առանձին։ Ոմանք էլ կարող է իրենց ծնողների հետ սկսեն ապրել։ Ոմանք էլ կարող է գնան իրենց հայրենիք կամ նաև կցանկանաք փոխել ձեր ազգանունը։ Լիալուսի ժամանակ շատերն են իմանում, թե իրենց իրական ծնողներն ովքեր են։ Նա միշտ պարզություն է մտցնում։ Ճամփորդության, գրանցման, քաղաքացիության հարցերում կարող է եւս պարզություն լինել։ Պարզություն կլինի օտար երկրում փաստաթղթերի հետ կապված հարցերում։ Նաև նորություն կլսեք ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի մասին։ Հարգելի կույսեր, ձեզ սպասվում են նոր ծանոթություններ եւ նոր շփումներ։ Հնարավոր է որևէ տեղ ճամփորդեք։ Կարող է որոշ մարդկանց հետ շփումը սահմանափակեք կամ ավարտեք, քանի որ ինչ-որ որոշ հարցեր պարզ կդառնան ձեզ համար։ Նաև եթե ճամփորդում եք, ապա կվերադառնաք տուն։ Եթե որևէ կուրսերի եք հաճախում, հնարավոր է ավարտեք դրանք, նաև ուսումը կարող է ավարտեք եւ մեկ այլ տեղ դիմեք։ Ոմանց հարևանը կարող է գնալ, վաճառել եւ գնալ, կամ նաև ձեր քույրը կամ եղբոր մոտ ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղեկատվություն իմանաք կամ ինչ-որ մի բան պարզվի, օրինակ որ ցանկանում են ամուսնանալ կամ որ հղի են եւ այլն։ Այս լիալուսի ժամանակ հնարավոր է, որ ոմանք մեքենա գնեն, վերջապես ընտրեք որն եք ցանկանում եւ գնեք այն, կամ նաեւ վաճառեք։ Կարող եք ստանալ ձեր փաստաթղթերը, մեքենայի տեղանձնագիրը կամ վարորդական իրավունքը։ Հարգելի կշեռքներ, այս լիալուսինը միշտ արդյունքներ է տալիս, ընդհանրապես լիալուսինը միշտ արդյունքներ է տալիս։ Եթե դուք գումարի եք սպասում, ապա այն կստանաք։ Եթե որևէ բաներ եք պատվիրել եւ սպասում եք, ապա դուք այն կստանաք։ Որևէ փաթեթներ կամ նաեւ նվերներ կարող եք ստանալ։ Եթե ֆինանսական օգնություն չեք ստանում, համենայն դեպս պատասխանը կստանաք։ Հնարավոր է նաեւ վարկերի փակման վերջին շաբաթը լինի եւ ավարտվի այն։ Նաեւ հնարավոր է, որ վարկեր ձևակերպեք եւ վերջնական որոշումը կլինի այս երկու շաբաթվա ընթացքում։ Նաև վերաբերվում է մեր ռեսուրսներին, ոմանք կարող է սկսեն առողջ ապրելակերպ վարեն, հետևեն առողջությանը, ավելացնեք ձեր էներգիան։ Երկրորդը դա նաև մեր ձայնն է, հնարավոր է, որ ցանկանաք որևէ տեղում ելույթ ունենալ։ Այս լիալուսինը պարզություն կմտցնի ձեր ինքնագնահատականի համար, թե որքան եք դուք ձեզ գնահատում։ Ձեր ծառայությունները, եթե իհարկե դուք աշխատում եք հաճախորդի հետ։ Ձեր ծառայությունները ձեր ժամը իհարկե, որը ծախսում եք այս կամ այն հարցը լուծելու համար։ Հարգելի կարիճներ, բնական է կատարվում այս լիալուսինը ձեր առաջին տանը, ձեր նշանում է տեղի ունենալու լիալուսինը մինչև մայիսի 16։ Առաջին տունը դա մենք ենք, մեր տեսքը, արտաքինը, ինչպիսին է մեր տեսքը, մեր ձայնը նաև ինչու՞ չէ։ Կարող է փոխվել ձեր ոճը կամ վերջնական կորոշեք փոխել ձեր արտաքին տեսքը։ Փոխեք ձեր մազերը, հագուստը, ոմանք էլ կցանկանան փոխել իրենց անձնագիրը, նաև ինչու՞ չէ անունը։ Հնարավոր է, որ դուք հիմա ձեզ ներկայացնեք ուրիշ ֆորմատով, նաև ուրիշ մասնագիտությամբ։ Ձեր եւ ձեր սիրելիի հարաբերություններում պարզություն կլինի։ Կտեսնեք այն այնպես, ինչպես որ կա։ Նաև կարող է նոր ծանոթություն լինել, ինչպես նաև բաժանում։ Ոմանք կարող են անցնել նոր էտապ, ավելի լուրջ հարաբերությունների, ավարտեք այդ ռոմանտիկ վիճակը եւ ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Կարող է որևէ վերջնական որոշում կայացնեք, թե ինչ է կանելու հետո, ինչպիսին է լինելու միասին կյանքը կամ հարաբերությունները։ Ոմանց հնարավոր են ամուսնության առաջարկ անեն կամ սիրո խոստովանություն։ Ովքեր ավելի ուժեղ կզգան այս լիալուսինը, ովքեր որ
9 աստիճանից մինչև 14 աստիճան կարիճ են և ովքեր որ ծնվել են հոկտեմբերի վերջ, դե մոտավորապես 28-29 մինչև նոյեմբերի 3-4-ը։ Դուք կզգաք այս լիալուսինը ավելի ուժեղ, հատկապես եթե ունեք այդ հատվածում մոլորակներ, բացի այն ձեր արևի հետ, ևս ավելի ուժեղ կզգաք, հատկապես այդ մոլորակի հետ կապված, կախված է թե ինչ մոլորակ է այնտեղ։ Եվ իհարկե որևէ նորություններ կարող եք ստանալ աշխատանքի հետ կապված, բացի դա էլ պետք է հաշվի առնել, որ առաջին տունը դա բոլոր ոլորտներն են և բոլոր ոլորտներում կարող են լինել որևիցե պարզություն կամ այնպիսի ոլորտ լինի, որ ես չեմ նշել, մնային դեպս ինչ որ մի բան ձեզ համար պարզ կլինի, ձեր կյանքին վերաբերվող։ Հարգելի աղեղնավորներ, կարող եք ազատվել որևիցե բաներից, կարևոր որոշումներ կայացնեք, որևէ ինչ որ ձեզ խանգարում էր հենց ճիշտ ժամանակն է ազատվելու համար, որևէ բան կարող եք ձեզանից հեռացնել, տալ ուրիշին և ազատվեք դրանից, որևէ բաների ավարտին կհասցնեք և կվերջացնեք։ Ովքեր խնդիրներ կամ որևէ հարցեր ունեին անավարտ օտար երկրում, ապա այն կարող է ավարտվել, վերջնակետ լինի։ Կարող է վերջապես ստանաք վիզա կամ վերջնական որոշեք, որ գնում եք մեկ այլ երկիր, որևէ հարցերում կարող է պատասխաններ ստանաք, որևէ բան ձեզ համար ավելի պարզ կլինի։ Նաև կարող է ցանկանաք առանձնանալ, մնաք միայնակ, ոմանք կարող են նաև ազատվել բանտերից։ Նաև հիվանդանոցին է վերաբերվում, հնարավոր է, որ կամ գնաք ստուգվելու, կամ որևէ վիրահատություններ կատարեք։ Շատ լավ է վիրահատություններ կատարել նվազող լուսնի ժամանակ, մինչև մայիսի 16-ը։ Ոմանք կարող են ստանալ ժառանգություն կամ որևէ պրոցեսի ինչ-որ ավարտ լինի։ Նաև հնարավոր է, որ ձեր կյանք վերադառնա նախկին հարցերը, որպեսզի դրանք ավարտին հասցնեք, լուծեք, վերջացնեք դրանք։ Եվ այս լիալուսինը ձեզ ցույց կտա, թե ինչից պետք է բաժանվեք, ինչին պետք է վերջնակետ դնեք և ինչ պետք է նվիրաբերեք։ Հետևեք ձեր կյանքի նշաններին, նրանք ձեզ անպայման դա ցույց կտան։ Հարգելի այծեղջյուրներ, այս լիալուսնի ժամանակ դուք կստանաք որևէ արդյունքներ, եկամուտներ, հնարավոր է որևէ ֆինանսական եկամուտ, ձեր կատարած աշխատանքի դիմաց համար ստանաք այն։ Նաև կարող է հարաբերությունների արդյունքներ լինել, հնարավոր է որևէ մեկի հետ վերջնակետ դնեք, կամ ձեզ համար պարզ դառնա որևէ հարցեր և անձնական և ընկերական ոլորտում։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ, կամ կարող է ձեզ, ձեր ընկերներից ոմանք ծանոթացնեն որևէ մեկի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Եվ այս լիալուսնի ժամանակ շատերի երազանքը և ցանկությունները իրականանում են, այնպես որ ձերը նույնպես կիրականանան։ Հնարավոր է, որ ոմանց մոտ փոխվեն իրենց պլանները, նպատակները և ունենաք նոր երազանքներ։ Կսկսեք մտածել ձեր քայլերի մասին, որոնք պետք է կատարեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին և ցանկություններին։ Ընկերների մասին կարող եք որևէ հարցեր իմանալ, որոշ պարզություններ կմտցնեք հարաբերություններում, ինչ-որ պարզություն նաև կմտնի հարաբերությունների մեջ, կամ կիմանաք որևէ բաներ ձեր ընկերների մասին։ Լիալուսնի ժամանակ շատերն են վերջնակետ դնում ընկերությանը։ Հնարավոր է, որ ոմանք հեռանան ձեր կյանքից կամ դուք ինքներդ հանեք իրենց։ Կամ հնարավոր է, որ ձեր ընկերներից ոչ մեկը գնում է հեռու օտար երկիր և այդպես բաժանվում եք իրարից։ Եթե դուք աշխատում եք օնլայն սոցհարթակով և այդ ոլորտում ևս ձեզ համար որևէ փոփոխություն տեղի կունենա, նաև պարզություն կլինի, կլուսավորվի որևէ բան, ոմանք էլ կարող են ավարտել այդ աշխատանքը և զբաղվել մեկ այլ գործով։ Միգուցե նաև որոշում եք կայացնում, որովհետև դա նաև լուսավորում է, այսինքն ձեր ուղեղը ավելի պայծառանա, կլուսավորվի և կորոշեք, որ սոցհարթակով ուզում եք աշխատեք։ Հարգելի ջրհոսներ, դուք կարող եք հայտարարել, թե ով եք դուք, ձեզ ցույց տաք, ձեր մասնագիտությունը ցույց տաք, ձեզ գովազդեք և սկսեք երևալ մարդկանց, հանրությանը ներկայանաք ձեր դեմքով։ Լիալուսինը կլինի 2 շաբաթ և պարզություն կմտցնի ձեր աշխատանքում և ձեր բիզնեսում։ Հնարավոր է ավարտվել որևէ պրոյեկտներ, կամ կարող է փոխվել ձեր տնօրենը։
Որևէ տեղեկատվություն կարող եք իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ որ դուք աշխատում եք։ Ոմանք կարող է որոշեն փակել իրենց բիզնեսը կամ վաճառել եւ սկսել նոր գործով զբաղվել։ Եթե դուք աշխատում եք որևէ մեկի մոտ, հիմա կարող է որոշեք աշխատել ինքներդ ձեզ համար, փոխեք ձեր կարգավիճակը։ Ոմանք էլ կարող են ստանալ նոր պաշտոնի առաջարկ կամ կցանկանաք ավարտել ձեր աշխատանքը եւ գնաք թոշակի։ Ձեր կարգավիճակի պարզություն կլինի, թե ինչ դիրքում եք հիմա դուք գտնվում։ Նաեւ կարգավիճակը դա վերաբերվում է ամուսնությանը։ Ոմանք կարող է որոշեն բաժանվել կամ կստանաք ամուսնության առաջարկ։ Եվ իհարկե, ոմանք կարող են հղիանալ կամ լսեք, որ որևէ մեկը հղի է, կամ ծննդաբերության մասին։ Կամ դուք կարող եք ծննդաբերել, կամ լսեք, ինչ-որ մեկը երեխա ունեցել։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատանքի համար, կամ ձեր աշխատանքի համար, կամ ձեր զուգընկերոջ, կարող է տեղափոխվեք մեկ այլ երկիր կամ քաղաք։ Հարգելի ձկներ, ձեզ համար ճամփորդության ժամանակն է, հնարավոր է, որ նաև հանկարծակի գնաք կամ արդեն պլանավորել եք, որ պետք է գնաք։ Բոլոր հարցերը կապված օտար երկրների հետ, փաստաթղթերի հետ, իրավաբանական հարցերը, այդ ամբողջին վերջնակետ կլինի եւ կավարտվի։ Որոշ հարցերի պատասխաններ կստանաք, որոշ արդյունքներ նույնպես։ Կարող են նաև որոշ հարցեր պարզաբանվել։ Ուսման համար եւս շատ լավ ժամանակ է։ Բայց հիշեք, որ լիալուսնից հետո լինում է նվազող լուսին։ Այս 2 շաբաթվա ընթացքում ամեն ինչ կավարտվի։ Կարող եք նորություններ լսել ձեր թոռների վերաբերյալ։ Միգուցե ծնվեն կամ հղիություն լինի։ Լավ ժամանակ է որևէ բաներ գովազդելու համար։ Ընդհանրապես այս տունը հաջողության տունն է եւ դուք կարող իմանաք, որ որևէ հարցում հաջողության եք հասել։ Այսքանը սիրելիներս, թող այս լիալուսինը միայն բացահայտի ամենալավագույնը, որ դա ձեզ համար լինի ուրախալի։